Բարև դուք այսօր Մերի Զախարյան էջում եք, մենք այսօր կարդալու ենք Ուլիկը և անպայման կբաժանորդագրվեք մեր էջում, կսխմեք զանգակին, որ չթողնեք մեր հաջորդ վիդեոները։ Հիմա սկսում ենք։ Ուլիկը խոր անտառում մի այծ է լինում, ունենում է մի գեղեցիկ ուլիկ։ Ամեն օր այդ ուլիկին թողնում է տանը, ինքը գնում արոտ անելու, արածում է և երեկոյան կուրծքը լիքը տունն է գալիս, դուռը զարկում, ումը կկում այսպես կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում, մայրը ներս է մտնում ու իր կրծքի կաթով կերակրում ուլիկին, այս ամենը թաքուն տեսնում է գայլը, մի երեկո այծից առաջ գալիս է դուռը զարկում ու իր հաց ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է ու պատասխանում. Ով ես դու, քեզ չեմ ճանաչում, իմ այլն այդպես չի կանչում, նա քաղցր ու բարակ ձայն ունի, իսկ քո ձայնը կոշտ է ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, հեռացիր, չեմ ուզում քեզ։ Գալիս է մայրը, դուռը ծեծում, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, կաթ է ուտում ու մորը պատմում. Գիտես մայրիկ, ինչ եղավ մի քիչ առաջ, մեկը եկավ դուռը զարկեց ու կանչում էր. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ասում էր դուռը բաց արա, այնպիսի հաց ձայն ուներ, այնպես վախեցա դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա, վայ սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել, ասում է վախեցած մայրը, դա գայլն է եղել, եկել է որ քեզ ուտի, մյուս անգամ էլ որ եկավ, բաց չանես, ասա գնա, հեռացիր, թե չէ իմ մայրը քեզ կսպանի սուրբ օձերով։ Ստեսություն։ Այսքանն էր մեր բլոգը։